Սրտանց փառք Տիրոջը, որտեղը մեզ հավաքել է այսօր այս վայրի մեջ, ինքն է դրա հեղինակը եւ մենք իր անունով ենք այստեղ հավաքված եւ մի նպատակ ունի Տերը մեր կյանքի մեջ, որ խոսա մեզ հետ, մեզ սրտերի հետ, ինքը գործի, ինքը երևա եւ ինքը փառավորվի։ Մատթեոս ավետարանի մեջ 11-րդ գլուխ 28 համարի մեջ համարներ եմ կարդալու, որ մեզ բոլորի շատ ծանոթ է։ Այսպես է գրված. Եկեք ինձ բոլոր հոգնած բեռնավորվածներ, եւ ես ձեզ պիտի հանգչեցնեմ։ Իմ լուծը ձեր վրա առեք, եւ ինձ սովորեցեք, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ, եւ ձեր անգձերին հանգստություն պիտի գտնեք։ Վասն իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Փառք Տիրոջը։ Տերը կանչում է նրանց, ովքեր որ հոգնած ու բեռնավորված են, եւ ասում է ինձ եկեք եւ իմ լուծը ձեր վրա վերցրեք, որը թեթև է, որը քաղցր է։ Գիտեք, սերներ, շատերը հավատքի կյանքի մեջ այսպես են մտածում, որ Աստված մարդու վրա բեռ է դնում, լուծ է դնում։ Ասենք եղել է դեպքեր, երբ որ մարդու հետ խոսում ես, ասում է ես չեմ կարա, իմ մոտ չի ստացվի։ Ինչ որ մի հատ դժվարության մեջ է, կամ տկարության մեջ է, կամ ինչ որ չգիտեմ, ինչ բաների մեջ, այսինքն հավատքի կյանքը այնպես է պատկերացնում, որ ասում է ես չեմ կարա, սա իմ բանը չի։ Գիտեք, սիրելիներ, Աստված ոչ թե մարդու վրա բեռներ է դնում, ընդհակառակ Տերը ասում է ինձ եկեք բոլոր բեռնավորվածներ, բոլոր հոգնածներ, նրանք ովքեր որ այդ մեղքի բեռի տակ, այդ լուծի տակ, գիտեք, շատ լուծեր կա երկրի վրա, տարբեր տեսակի լուծեր կա։ Երբ որ մենք կարդում ենք ողբ Երեմիայի մեջ, առաջի գլուխ 14 համարի մեջ, տեսեք ինչ է ասում։ Ողբ Երեմիա, առաջի գլուխ 14 համարի մեջ գրված է. Իմ հանցանքներից լուծը անոր ձեռքովը կապվեցավ, անոնք միացան եւ իմ պարանոցից վրա ելան եւ իմ ուժս կտրեցին։ Տերը զիս այնպիսի ձեռքերում մատնեց, որոնց մեն չեմ կրնա ազատվել։ Հանցանքի լուծը։ Ինքը տեսել էր այս հանցանքի լուծը եւ այդ ծանրությունը իրան դուրս չէր տալիս դուրս գալու տեղից։ Այդ ծանրությունը ինքը զգում էր իր կյանքի մեջ։ Հանցանքի լուծ, մեղքի լուծը դրված էր եւ տեսեք Սաղմոսների մեջ եւս խոսում է դրա մասին սիրելիներ 38 Սաղմոսի մեջ գրված է երկրորդ խոսքից եմ կարդալու. Վասի քո նետերդ իմ ներսդից մխվեցան եւ քո ձեռքդ իմ վրա կճնշի։ Իմ մարմնից մեջ հաջողություն, առողջություն չկա, քո բարկությունդ երեսեն, ոսկորներից մեջ հանգստություն չկա, իմ մեղքի պատճառով, վասի անօրությունը գլխից վեր բարձրացավ, ծանր բեռի պես իմ վրա ծանրացավ։ Մարդը զգում էր այս ծանրությունը եւ սա ասում է իմ մեղքից պատճառով իմ անձից մեջ, իմ մարմնից մեջ առողջություն չկար եւ ինչ եղավ, վասի իմ մանությունս գլխիցս վեր բարձրացավ, ծանր բեռի վրա պես վրաս ծանրացավ։ Այդ ծանրությունը զգում էր, գիտեք սերներ, ինչքան դժվար է մարդը ֆիզիկական այդ նեղություններ տանելը հեշտ է, մարդ կարողանում է ֆիզիկական դժվարություններ, բայց երբ որ մարդը տեսնում է իր հոգու աշխարհի մեջ այս ծանրությունը, որ իր մեղքի պատճառով եւ իր ներսը տարապում է, սա շատ ծանր է։ Սա շատ ծանր է, երբ որ մարդու կյանքի մեջ բացվում է, որ իր մեղքերը կարծես մի լուծի պես կապել է իրան եւ ինքը ազատագրություն չունի դրա մեջ։ Եվ ինքը տարապում է, գիտեք, սատանան էլ այս պարագայի մեջ քնած չի եւ մարդուն բերում է վիճակներ, որ դու չունես ազատագրություն, որ դու չես կարողանա, որ սա քո բանը չի, որ սա անհնարին է, տես սա քո ուժի բանը չի։ Իրականում սա մեր ուժի բանը չի, սիրելիներ, որովհետեւ մեկ ուրիշն է, որ մեզ տալիս է հաղթություն այս լուծը վերցնելու մեր վրայից, այս ծանրությունը վերցնելու մեր վրայից։ Ոչ թե մեր ուժով է, մեր զորությունով ու կարողությունով է, այլ ինքն է վերցրել մեր փոխարեն, մեր մեղքերն ու հանցանքները, մեր ցավերը եւ դրա համար էլ ասում է ինձ եկեք բոլոր հոգնած բեռնավորվածներ, ինձ եկեք։ Գիտեք, առանց Քրիստոսի մենք որևէ հաղթություն
օրհնություն, զորություն չենք կարող ունենալ։ Երբ որ Հովհաննես ավետարանի մեջ 15-րդ գլուխ 5-րդ համարը կարդում ենք սիրելիներ, այս խոսքը այսպես շատ լուրջ ձևով կպավ իմ սրտին, բազում անգամներ կարդացել ենք, բազում անգամներ տեսել ենք սիրելիներ, այս խոսքի վերջի մասն եմ ես ուզում մի հատ ուշադրություն դարձնենք սիրելիներ, 15-րդ գլուխ 5-րդ խոսքի մեջ, տեսեք ինչ ասում, վերջի մասում, որպեսի միտքը պարզ լինի, սկզբից կարդամ, ես որդն եմ և դուք ճյուղերը, ան որին վրա հաստատված է և ես նրա վրա, անիկա շատ պտուղ պիտի բերե, և շարունակության մեջ ասում է, վասնզի առանց ինձ բանը չեք կրնա ընել, առանց ինձ, առանց Քրիստոսի անհնար է որևէ մի բան անել, թե մեր փրկության համար, թե մեր հոգևոր կյանքի մեջ, թե մեր մարմնավոր կյանքի մեջ, առհասարակ ամեն ինչի մեջ, եթե մարդ առանց Քրիստոսի է, իր ներսը, իր հոգու աշխարհը մի հատ լուծադրված, որ ինքը միշտ տառապում է, որ միշտ ուզում է տեղից դուրս գա, եւ այդ ծանրությունը, եւ այդ ցավը ինքը զգում է իր կյանքի մեջ։ Գիտեք ինչի, որովհետեւ առանց Քրիստոսի ոչինչ անել չես կարող։ Ինչ ուզում է փորձես քո կյանքի մեջ, կարող է շատ լավ ձևեր գտնես, կարող է շատ լավ, չգիտեմ, ինչ-որ բաներ մշակես, փորձես ինչ-որ ելքեր գտնես, բայց եթե Քրիստոսը ընդեղ չի, մարդու կյանքի մեջ ազատագրություն չի կատարվում։ Մարդը կարող է, չգիտեմ, ինչ-որ օրհնություններով իր կյանքի մեջ մխիթարություն գտնի, Տերը այցելություն անի այսօր աղոթքների մեջ, երգերի մեջ, ներսում ինչ-որ մի պահ խաղաղություն գա, ինչ-որ լավ օրհնություններ ունենա, բայց ազատագրություն մեր կյանքի մեջ բժշկություն կատարվում է միայն Քրիստոսի ձեռքերով սիրելիներ։ Հովհաննես ավետարանի մեջ Տեր Հիսուսը սրա մասին խոսում էր իրեն հավատացող հրեաներին։ Այս մարդիկ տեսել էին Աստծո հրաշքները, Աստծո գործերը տեսել էին, օրհնությունները տեսել էին եւ դրա պատճառով էլ Հիսուսի հետևից գնում էին, հավատում էին Հիսուսին։ Հավատում էին, որ Հիսուսը իրենց կյանքի մեջ հարցեր կարա լուծի, Հիսուսը իրենց կյանքի մեջ օրհնություններ կարա տա։ Սոված ժամանակ կերակրում շատ բաներ արե Հիսուս, նրանք տեսել էին, հավատում էին եւ գնում էին Հիսուսի հետևից, բայց Հիսուսը այդ իրեն հավատացող հրեաներին սիրելիներ Հովհաննես ավետարան 8-րդ գլուխ 32 համարից եմ ուզում կարդամ, այսպես ասում, եւ ճշմարտությունը պիտի գիտնաք, եւ այն ճշմարտությունը ձեզ պիտի ազատե, պատասխան տվեցին իրեն, մենք Աբրահամի սերունդն ենք եւ երբեք մեկին չծառայեցինք, դու ինչպես կսես թե ազատ պիտի ըլակ, եւ 36 համարն ասում է, ուստի եթե որդին ձեզ ազատն է, ճշմարտապես ազատ պիտի ըլակ։ Իրանց վրա կարծես մի հատ ապահովագրություն կար այսպես, մենք Աբրահամի որդիներն ենք եւ վերջ, մենք հավաքույթի ենք գնում եւ վերջ, մենք այսքան տարիներ հավատում ենք եւ վերջ, բայց Հիսուսը խոսում է ճշմարիտ ազատագրվելու մասին, ասավ եթե որդին ձեզ ազատի, ճշմարիտ ազատ կլինեք, ճշմարտապես ազատագրված մարդու վրայից այդ լուծը վերցվում է, ճշմարտապես ազատագրված մարդը էլ չի նայում աշխարհի մեջ, ով իրան տվեց, ով վերցրեց, ում հաճելի եղնի, չգիտեմ մարդկային բաներով չի իր հարցերը լուծում, ճշմարիտ ազատագրված մարդը, նա որ ճանաչում է այդ ճշմարտությունը եւ այդ ճշմարտությունը ազատագրում է, այդպիսի մարդը ապրում է միայն Քրիստոսի համար, ապրում է միայն Քրիստոսի խոսքով, իր կյանքի մեջ կյանքի իմաստը դառնում է միայն Քրիստոս, իր ապրածը դառնում է Քրիստոս։ Սիրելիներ, ասավ ճշմարտությունը պիտի ճանաչեք։ Գիտեք, այստեղ շատ կարևոր բան կա, ճանաչել է պետք Տիրոջը, ճանաչել է պետք նրան։ Գիտեք, ասենք նրանք ովքեր որ ասենք երբ որ ես տեսնում եմ, ասենք իմ աղջիկս մաթեմատիկական խնդիրներ, բաներ, ասենք նստում էր ժամերով, այդ խնդրի վրա տանջվում էր, որ այդ խնդիրը պիտի լուծի, չի ստացվում, մեկ էլ մի բան լուծում ասում, վայ, այնքան հեշտ էր, մի հատ փոքր բանաձև ասում, մոռացել էի, այնքան հեշտ էր, այս բանով էսի լուծեցի։ Գիտեք, հոգևոր կյանքի մեջ
Աստվածապաշտությունը այնքան հեշտ է, երբ որ մենք նրա բանաձևը ճանաչում ենք, երբ որ մենք ճանաչում ենք Քրիստոսին, երբ որ մենք հասկանում ենք Աստծո կամքը, հանդիպում ենք իրան, մեծ համար բեռներ այն ժամանակ, դժվարություն այն ժամանակ, ճշտումներ այն ժամանակ, երբ որ մենք մենակ ենք եւ անում ենք մենք մեզանով, ինչ որ բան անում ենք մենք մեզանով, դժվար է դառնում աստվածապաշտությունը, բայց երբ որ Քրիստոսը մեր կյանքի մեջ եւ մենք ճանաչում ենք նրան, աստվածապաշտության կյանքը այնքան հեշտանում է, որովհետեւ տենում ենք, որ մեզ անելու բան չի մնացել, Տեր Հիսուսը ամեն բան արել է մեզ համար, սերներ մի հատ եւ դրա համար ասում Աստծո խոսքը, որ իմ լուծը ձեր վրա վերցրեք, այդ լուծը քաղցր է, այդ լուծի մեջ օրհնություններ կան, նա թեթև է, նրա հետ քայլելը օրհնությամբ ալեցված, մի հատ այսպիսի պատմություն կա սերներ, այդպես միտեղ կարդացի, մի հատ հարուստ մարդ ա լինում, այս մարդը իր ծառայի հետ որոշում է, որպեսզի գնան եզներ առնեն, շատ մեծ այդպես հողեր, տարածքներ են ունենում, որ այդ հողերը պետք է վարեն, մշակեն, դու գիտեք, որ հին ժամանակներում այդ լուծերով եզներին լծել են եւ այդ հողերը ինչ են արել, վարել, մշակել, ցանել են։ Եվ այս հարուստ մարդը, երբ որ որոշում է, որ գնան եզներ առնեն, այդ իրենց հողերը մշակելու համար, գնում են ինչ-որ միտեղ մի քաղաք, որպես կարծես այդպես աճուրդով եզներ են վաճառում։ Եվ սկզբից բերում են երիտասարդ եզներ։ Այս ծառան տեսնում ասում է, Տեր, այն իսկականն է, լավ եզներ են, այդպես ջահել եզներ են, ուժը տեղը, ամեն ինչը տեղը, իսկական լավ վար անելու հարմար են։ Այս Տերը ասում է ծառային, չէ, դեռ սպասի, դեռ ժամանակը չի։ Եվ նորից հետո բերում են, ուրիշ եզներ են բերում, այս Տերը նորից ծառային ասում է, չէ, ժամանակը չի սպասի։ Այն բոլոր լավ եզներին բերում են այդպես վաճառում, մնում է վերջում արդեն այն ծեր եզները։ Երբ որ արդեն վերջում մի հատ այդպես եզներ են բերում, որ նրանց վրա տեսնում են նիհարած, հուծված, այդ լուծը քաշել են վերքերով պատված, այդպես դժվարությամբ երևում այդ լուծի տեղերը, այս Տերը երբ որ տեսնում ասում է, իսկականն է։ Եվ այս եզներին առնում է, այս ծառան ասում այ մարդ, այս եզներով մենք ինչ գործ պիտի անենք, այն ջահել եզները թողեցիր, այն լավ ուժեղ եզները թողեցիր, այս ծեր եզներն ես վերցրե, ինչ գործ պիտի անենք սրանով։ Երբ որ բերում են եւ ամեն այդ մի ծեր եզի հետ մի հատ ջահել եզ են լծում եւ սկսում են այդ արտերը վարել։ Այս ծեր եզը երբ որ բռնում է իր ճանապարհը այդ ուղությունը, այն ջահել եզները, որ իր հետ լծած են, անընդհատ ուզում են աչ ու ձախ փախնել։ Այս կողմը ուզում գնա, այս ծեր եզը բռնում է նորից գիծը ուղիղ բռնում է։ Այս ջահել եզը այն մի կողմը ուզում գնա, այն մի կողմը ուզում գնա, չի կարողանում։ Այդ ծեր եզը այդ ճանապարհը ուղիղ բռնած այդ եզներին իր հետ միջև վերջ տանում է։ Սելներ, այս ծառան հասկանում է, որ ինչ իմաստուն գործ արեց իր Տերը, որովհետև այդ եզը, այդ ծեր եզը ինքը այդ ճանապարհը անցել էր, ինքը այդ ընթացքը անցել էր եւ ինքը սովոր էր դրան։ Սելիներ, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս ինքը անցել այդ ճանապարհը, ինքը տառապել է մեզ համար, ինքը կրել է այդ լուծը սելիներ եւ մեզ շատ բան չի մնացել։ Իր լուծը վերցնել մեզ վրա վերցնել եւ այդ ծանրության բեռը պատասխանատվությունը ոչ թե ընկնում է մեզ վրա, հապա դատանում է մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Մեզ պետք է լինում միայն մի բան՝ իր հետ քայլել, իր հետևից գնալ։ Միքիայի 6-րդ գլուխ 6 համարի մեջ գիտեք 6 համարից շարունակում է այդպես միջև 8-րդ խոսքը, գիտեք ինչ է գրած, Միքիան ասում է, ինչով գնամ, ոնց գնամ, իմ այս հանցանքների համար, իմ մեղքերի համար, իմ արած բոլոր այս բաների համար, ոնց գնամ Տիրոջ առաջ, որ Տերը ինձ ինչ անի, ընդունի, ինչ անեմ, ինչ տանեմ, ինչ վճարեմ դրա համար, եթե բյուրավոր գետերի այդպես յուղեր տանեմ, իմ հանցանքիս համար իմ որովայնիս պտուղը տամ, եթե իմ անթրանիկս տամ, միգուցե Տերը ինձի կընդունի։ Եվ ասում է Տերոջից խոսք եղավ, Տերը ասեց, որ ով մարդ քեզ հայտնի լինի, որ Աստված քեզանից շատ բաներ չի պահանջում,
Աստված քեզանից ուրիշ բան չի պահանջում, ապա միայն իրավունքն էլ, ողորմությունն էլ եւ խոնարհությունով քո Տեր Աստծո հետ քայլել։ Սերներ, Աստված այսօր չի կանչել մեզ մեր վրա մեծ բեռներ, մեծ ծանրություններ դնելու, մեծ խնդիրներ դնելու, որ այսօր ես եւ դու ի վիճակի չլինենք անելու։ Աստված մի բան է ասում. խոնարհությամբ իմ հետ քայլի, խոնարհությամբ հանձնվիր ինձ, որովհետև ես եմ, որ այդ բեռը տարել եմ քո համար, ես եմ, որ քեզ համար այդ ճանապարհը բացել եմ, ես եմ, որ բոլոր տառապանքը, նեղությունը կրել եմ, եւ ես պատրաստ եմ քեզ առաջնորդելու այդ ճանապարհի մեջ։ Տեսեք, սերներ, Սուրբ գրքի մեջ Եբրայեցիս թուղթը, երբ որ կարդում ենք, Պողոս Սարաքյալը շատ հետաքրքիր խոսքեր է գրում։ Եբրայեցիս 2-րդ գլուխ 18 համարի մեջ գրված է. քանզի ինչ բան, որ ինքը չարչարվեցավ, փորձություն կրելով կրնա փորձողներին էլ օգնական ըլլա։ Եվ 4-րդ գլուխ 15 համարի մեջ, Եբրայեցիս 4-րդ գլուխ 15 համարի մեջ նորից հետևյալ խոսքերն ասում. Քանզի ոչ թե այնպիսի քահանայապետ մը ունենք, որ կարող չլա մեր տկարություններին կարեկիցը լալ, հապա ինքը ամեն կերպով փորձը առած է մեզ նման, բայց առանց մեղքի։ Ուստի ալ համարձակությունով մոտենանք շնորհած աթոռին, որպեսի ողորմություն ընդունենք եւ շնորհ գտնենք պետք եղած ատենը մեզ օգնելու փառք Տիրոջը։ Այնպիսի քահանայապետ ունենք, այնպիսի մեկի լուծն ենք վերցնում մեր վրա, որը ինքը փորձ առած է, որ ինքը այդ ճանապարհը անցել է, որ ինքը այդ տառապանքը քաշել է, որ ինքը վերցրել է մեր մեղքերը, մեր հանցանքները, եւ ինչ ասում, ինքը այդ փորձը առած է, որպեսի փորձություն ունեն այդ փորձություն կրողներին էլ ինչ անի, օգնական լինի, նրանց այդ դժվարությունը վերցնի, փառք Տիրոջը։ Դրա համար Աստծուն հանձնվել է պետք։ Դրա համար Տիրոջ առաջ խոնարհվել է պետք։ Դրա համար Տիրոջը դառնալ է պետք ամբողջ սրտով, հավատալով, որ Տերը մեր վրա բեռներ չի դնում։ Հապա Տերը ասում է. ինձ եկեք, բոլոր բեռնավորվածներ, ինձ եկեք, եւ ես ձեզ պիտի հանգչեցնեմ, այդ քո վրայի բեռները պիտի վերցնեմ, այդ քո տառապանքը պիտի վերցնեմ, այդ քո նեղությունը պիտի վերցնեմ։ Տեսեք սերներ, եւ նաեւ Գաղատացիս թղթի մեջ Պողոս Սարաքյալը, երբ որ Գաղատացիներից եկեղեցու հետ խոսում էր, թուղթ էր գրում, նրանց այսպես էր ասում, որ հոգով սկսեցիք, մարմնով ինչ եք անում, վերջացնում եք, ով ձեզ իմացրեց, որ ինչ արեցին, կարծես մնացել էին առանց Քրիստոսի, փորձում էին, որ ինչ անեն, նորից չգիտեմ, օրենքը դնեին, թլպատվեին, օրենքի գործերով արթանային, եւ Պողոս Սարաքյալը 5-րդ գլուխ առաջի խոսքի մեջ ասում է. ամուր կեցեք այն ազատությունով, որ Քրիստոսը մեզ ազատեց, եւ նորեն ծառայության լծի տակ մի մտեք։ Նորից մի մտեք ծառայության լծի տակ, որը Քրիստոսը ազատագրել է մեզ, որ Քրիստոսը մաքրել է մեզ, որ Քրիստոսը բժշկել է մեզ։ Գիտեք սերներ, Քրիստոսի ազատագրությունը, Քրիստոսի բժշկությունը մեր կյանքի մեջ պիտի մենք կարողանանք ընդունել հավատքով, ոչ թե գործերով, ոչ թե մեր արարքներով, ոչ թե չգիտեմ ինչ որ մեր մարդկային բաներով, այլ Քրիստոս ինքը ձրիաբար է արել մեզ համար։ Երբ որ կարդում ենք նաև Եբրայեցիս 12-րդ գլուխը սելիներ, եթե չեմ սխալվում 12-ի 2-րդ խոսքի մեջ է գրված, ասում է Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որի առջև կեցած ուրախության համար խաչը հանձն առավ, ամոթը արհամարեց եւ Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Հիսուսին նայենք, հավատքի առաջնորդին եւ կատարողին, ինքն է կատարել, ինքն է անցել այդ ճանապարհը իմ ու քո համար, որ մենք այս երկրի վրա ուրիշ նայելու տեղ չունենանք, որտեղ որ նայես հուսախաբվելու ես,
Որտեղ որ նայես, հիասթափվելու ես։ Որտեղ որ նայես, դժվարություն ու խնդրեմ ես ունենալու։ Մի նայելու տեղ կա։ Դա միայն մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։ Դրա համար ասում է, առանց ինձ բան մը ընել չեք կարա։ Սերներ, Հիսուսին անկեղծ դառնալա պետք։ Բոլոր ծանրությունների մեջ, բոլոր դժվարությունների մեջ, բոլոր նեղությունների մեջ, բոլոր խնդիրների մեջ անկեղծ իրան գալա պետք։ Ասենք Տեր Հիսուս, ես քո կարիքդ ունեմ։ Ես ուզում եմ, որպեսզի այսօր իմ վրայից վերցնես այդ ծանրությունները, վերցնես այդ տառապանքը, վերցնես այդ բեռը, որ կարող է, ես չգիտեմ, տարիներ շարունակ հավատալով սատանայի ստերին, տարիներ շարունակ այդ մեղքի ծանրությունը, տարիներ շարունակ այդ տառապանքը ես կրել եմ իմ կյանքի մեջ, բայց այսօր ուզում եմ, որ դու ինձ ազատագրես, ես ուզում եմ, որ դու այսօր ինձ մաքրես, ես ուզում եմ, որ դու այսօր ինձ բժշկես։ Դրա համար սերներ, երբ որ Իսրայելը նեղություն էր կրում, օձերից խայթվում էին, Աստված, երբ որ Մովսես աղաղակեց Տիրոջը, Աստված ինչ արավ, ոչ թե բժշկեց նրանց այդ ցավերը, ասավ այդ օձերը վերանան, ինչ արեց, մի հատ օձ բարձրացրեց, մի հատ օձ դրեց, պղնձից շինած եւ ասավ, երբ որ օձերը ձեզ կծում են, ինչ անեք, այդ օձին նայեք, ով որ շուտ նայի, պիտի բժշկվի։ Այսօր մի ելք է դրել Տերը մեզ համար ազատագրվելու, բժշկվելու, զորություն ստանալու։ Մենք աղաղակում ենք, Տեր ջան, վերցրա այս խնդիրները, այս ցավերը, այս ծանրությունը, այս հոգսերը։ Տերը մի բան է ասում, ասում է նայի խաչին, նայի Գողգոթային, նայի Հիսուսին։ Նա բացել է այդ ճանապարհը քեզ համար, որ դու այսօր համարձակություն ունես նրան մոտիկանալու։ Նա վերցրել է եւ նրա լույսը վերցրա քո վրա, քաղցրա։ Նրա մեջ օրհնություն կա, բժշկություն կա, քո բոլոր վերքերի, ծանրություններից դու կթեթևանաս, ազատագրություն ու շնորհք կստանաս։ Սա միայն Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մեջ է։ Դրա համար սերներ, ես չեմ ուզում շատ երկարացնեմ։ Մի կարևոր բան, բերեք մեր հայացքը, դարձնենք Աստծուն։ Ինչքան հարցեր կա մեր կյանքի մեջ, որ դնում ու վերցնում ենք, ուրիշին ենք մեղադրում, իրավիճակներին ենք բերում իրավիճակներից եղավ, ես չգիտեմ ինչերից, բայց այդ ծանրությունները մեզ սրտի մեջ Աստված չի ուզում, որ մենք ապրենք, շարունակենք, գանք պաշտամունքի ու գնանք։ Աստված ասում է, ինձ եկեք, եւ ես ձեր վրայից այդ հոգսերը պիտի վերցնեմ, իմ լույսը ձեր վրա վերցրեք, քաղցրա, իմ լույսը թեթև է եւ ձեր անձերի մեջ հանգստություն պիտի գտնեք, փառք Տիրոջը, ուրեմն ճանապարհը մեկն է, առանց Քրիստոսի ոչ մի բան չի կարող լինի մեր կյանքի մեջ։ Բերեք նայենք նրան, բացենք անկեղծ մեր սրտերը այս աղոթքի մեջ եւ աղաղակենք Տիրոջը, կանգնենք Տիրոջ ոտքերի առաջ։